Նախընտրական թեժ շրջանում քաղաքական անցուդարձից հեռու Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լրագիրն է եթերում բարի երեկո։ Ապրիլի 20-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում անցկացվեց առաջին ուսանողական գիտական նստաշրջանի հանրապետական փուլը։ Միջոցառման ողջ ընթացքն ու մասնակիցներն իրենց զեկուցումներով մեր տեսանյութում։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված ուսանողական գիտական նստաշրջանի ներբուհական փուլից մեկ շաբաթ անց մանկավարժականը հյուրընկալեց գիտաժողովի հանրապետական փուլի մասնակիցներին։ Սա առաջի ուսանողական հանրապետական գիտաժողովն է եւ իրեն բովանդակությամբ, իրեն կարևորությամբ չի զիջում նույնիսկ հանրապետական այն գիտաժողովներին, որոնց ներկա են լինում հանրապետության շատ գիտնականներ։ Երևանի, Գավառի, Գորիսի պետական համալսարանների, Երևանի մանկավարժական համալսարանի, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական եւ ճարտարագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերի շուրջ 120 ուսանող իրենց գիտական զեկուցումներով մանկավարժականում էին, ապահովելով որքան գիտական, նույնքան էլ տոնական տրամադրություն։ Միայն երիտասարդների հետ աշխատելը, դա ես չգիտեմ, պետք է աշխատես, որ զգաս այդ հաճույք։ Ինձ մի 15 տարով երիտասարդացնում է։ Գիտական նստաշրջանի աշխատանքները կազմակերպվեցին լիագումար նիստում եւ 14 բաժիններում։ Կազմակերպիչների խոսքերով սա երիտասարդական միտքը մեկ վայրում հավաքելու լավագույն օրինակներից է։ Իսկ արդյունքում համագործակցության նոր ուղիներ, գաղափարների եւ փորձի փոխանակում երիտասարդական գիտական ներուժի բացահայտում։ Սա առաջինն էր, բնականաբար կլինեն նաեւ թերություններ, հուսանք որ ամենամյա բնույթ արդեն կգրի, մենք դրա վրա պայման աշխատելու ենք եւ յուրաքանչյուր տարի հուսանք որ ավելի լավը կկազմակերպենք, կարողանանք լավագույնս ներկայանալ։ Եվ նույնիսկ այս պահին մտադրություն կա, որ բնականաբար այդ երաստիճան համակարգի յուրաքանչյուր աստիճանում առանձին կազմակերպել գիտաժողովը։ Այսօր իսկապես շատ է կարևորվում երիտասարդ գիտնականների կամ երիտասարդ հետազոտողների համախմբումը, որովհետեւ մեր երկրի ապագան կարծում եմ, որ կրթված, գիտակ երիտասարդություն ունենալն է։ Նմանատիպ աշխատանքներին մասնակցելու ընթացքում ուսանողների մոտ ձևավորվում է նրանց մասնագիտական ուղղվածությունը, զարգանում է ստեղծագործական մտածողությունը եւ այսօրվա ստեղծագործաբար մտածող ակտիվ որոնող ուսանողը ինձ թվում է, որ վաղը հաստատ կդառնա լավ մասնագետ։ Գիտական սերնդափոխության արդյունավետ իրականացումից եւ ուսանողների ակադեմիական ներքին շարժուլությանը նպաստելուց բացի, այս օրինակ գիտաժողովները նպաստում են նաեւ ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչով էլ պայմանավորված էր ուսանողների ակտիվությունն ու ոգևորության աստիճանը։ Ոգևորվածությունը շատ նկատելի է ուսանողների միջև, անգամ այն ուսանողները, որոնք որ ուշ իմացան նստաշրջանի մասին, ափսոսանքով արտահայտվեցին, որ կարող էին նրանք է մասնակցեն։ Նման կարգի գիտական նստաշրջանի սա առաջի անգամ եմ, որ մասնակցում եմ, մինչև մասնակցել եմ ուղղակի մեր համալսարանում։ Ինձ համար շատ հաճելի է, որ ես տեսնում եմ, որ գիտություն կա, հեռանկար կա նաև Երևանից դուրս։ Սա ավելի վստահություն է ներշնչում։ Ուսանողների մասնակցությունը շատ ակտիվ էր, հատկապես որ ուսանողներն էին մեկը մեկին հարցեր տալիս, քննարկումներ կազմակերպում, դրանով էլ ուսանողները փորձում էին արժեքավորել մեկ-մեկու ձեռքբերումները։ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատվիրակությունը Գյումրիում է փոխադարձ այցելությամբ։ Նախորդ 3 տարիներին գյումրեցի ուսանողներին ընդունելուց հետո վանաձորցիները Գյումրիում են ամենամեծ 23 հոգանոց պատվիրակությամբ։ Կարևորում եմ այնքանով, որ ուսանողները տարբեր բուհերի կարող են հաղորդակցվել գլոբալ խնդիրների շուրջ գիտական, այսպես մտորումներ անել, ուսումնասիրություններ անել, ինչու՞ չէ նաև հետազոտական աշխատանքներով զբաղվել։ Ուսումնական կորզունեության անկում կարող է լինել դեպրեսիվության առաջացում, տագնապայնության, ագրեսիվության առաջացում։ Այսպիսի հետևանքներ կարող է ունենալ վերջին ժամանակաշրջանում հաղորդակցման հիմնական ձև դարձած վիրտուալ հաղորդակցումը մարդկանց շրջանում։ Խնդրի շուրջ ունեցած մտահոգությունները Ժաննան դարձրել է գիտական ուսումնասիրության թեմա, քննելով հատկապես դեռահասության տարիքը առաջարկելով վերահսկողության առավել խիստ դրսևորումներ մանկավարժ ընտանիք հոգեբան համագործակցությամբ։ Քանի որ նրանք ավելի ընկալունակ են վարքագծի տարբեր տեսակի շեղումների նկատմամբ ու առաջարկվում է որոշակի վերահսկողություն նախ եւ առաջ իրականացնել նրանց նկատմամբ, որպեսզի խուսափել բացասական հետևանքներից։
Ջավախքի ինքնորոշման, ինքնավարության իրավունքի եւ դրան հասնելու ճանապարհները Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Էդգար Էլբակյանի գիտական զեկուցման մեջ առայժմ տեսական հայեցակարգային մոտեցումների ամբողջացման տեսքով են ներկայացված, որոնք ապակա դիվանագետը խոստանում է չթողնել թղթի վրա ու կիրառել գործնականում, իսկ թեմայի ընտրությունը ամենևին էլ պատահական չէր։ Որովհետև այսօր մենք ունենք թուլացող, հայաթափվող եւ թուրքականացող ցավոք սրտի Ջավախք, իսկ Ջավախքը մեր պատմական հայրենիքն է, այն սովորական Սփյուռքի համայնք չէ եւ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության եւ հայության համար, թե հայապահպանական եւ թե ազգային ռազմավարական տեսանկյունից։ Զեկուցման շուրջ ծավալված բուռն քննարկումներից արված հետևություններն ու հնչած կարծիքները Էդգարը հաշվի կառնի հաջորդ զեկուցումները գրելիս, իսկ խնդրի շուրջ Էդգարի մտահոգությունների շարքին զեկուցման ընթերցման ավարտին ավելացավ եւս մեկը։ Ցանկացած մեծ խնդիր պահանջում է երկար, մեծ ժամանակահատված լուծում ստանալու համար եւ պետք է սկսել այսօր, որպեսզի վաղը քաղենք կամ քաղեն մեր սերունդները դրա պատողները։ Երջանիկ լինելու առաջնային նախապայման է համարվում փողի առկայությունը կամ որ ավելի լավ է փողի առատությունը։ Սա ըստ երջանկության տնտեսագիտություն կոչվող գիտության, որն ուսումնասիրում է մարդու երջանկության տնտեսական հիմքերը։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի 4-րդ կուրսեցի Լենայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայերին կերչանկացնի փողի առատությունը, չնայած որ հարուստ երկրներն ըստ վիճակագրության երջանիկների շարքում չեն։ Համեմատել ենք պետությունը մարդու հետ, մարդն էլ երբ գրեթե ունենում է ամեն ինչ, այստեղ կորում են հետագա ցկտումները նրա եւ կարծես նա արդեն անտարբերության վիճակում է գտնվում։ Աղքատի եսը պահ կլինի, իշ ֆիզիոլոգիական իմաստ ունի։ Կենսաբանության ուսուցում հայկական ժողովրդական առածասացվածքների օրինակներով գիտական ուսումնասիրությունը կհետաքրքրի հատկապես դպրոցում դասավանդողներին որպես կենսաբանության ուսուցման նորագույն մեթոդ, իսկ ուսանողական գիտական միտքը մանկավարժականում կհամախմբվի նաև հաջորդ տարի, մինչ այդ նստաշրջանի ընթացքում ընթերցված լավագույն զեկուցումները գիտական հոդվածների տեսքով կտպագրվեն առանձին ժողովածուով։ Երբ որ մասնակցում է ուսանողական գիտական ընկերությանը եւ իրենց առաջին արդյունքները տեսնում է տպագրված, ինձ թվում է մեծ խանդավառություն է ապրելու եւ ինձ թվում է որ դա հիմք կհանդիսանա, որպեսզի կարողանան ամուր ոտքերի վրա կանգնած ուղղորդվեն դեպի գիտություն։ Յուրիթ Թովմասյան, Տարոն Բալոյան, ԿՊՄ լրագիր։ Ապրիլի 20-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներին եւ դասախոսներին իրենց կրթական ծրագրերը ներկայացրեցին Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության եւ Գյոթեի ինստիտուտի ներկայացուցիչները։ Կրթական ծրագրերին կարող են մասնակցել բակալավրի 2-րդ կուրսից մինչեւ ասպիրանտուրայում սովորող ուսանողները, ինչպես նաեւ երիտասարդ դասախոսներն ու հետազոտող գիտաշխատողները։ Արտերկրի հյուրերը մանկավարժականում էին արդեն 3-րդ անգամ, հաջորդ հանդիպումը նախատեսվում է հաջորդ տարի նույն ժամանակահատվածում։ Հայ դասական երաժշտության կանթեխամույթը 2010 թվականից իրականացնում է կոմիտասյան համերգաշար, նպատակով հատկապես երիտասարդներին ծանոթացնել հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի արվեստին։ Ապրիլի 19-ին համույթի մենակատարները Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում ուսանողներին ներկայացրեցին կոմիտասյան մեներքերի փոխադրությունները դաշնամուրի եւ սաքսոֆոնի համար։ Մարզերում կանթեղը կոմիտասյան համերգաշարն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հովանավորությամբ։ Յուրաքանչյուր հայ պիտի շատ լավ իմանա Կոմիտասի երաժշտությունը, քանի որ Կոմիտասը ամբողջովին ամփոփում է մեր հայ երաժշտությունը ժողովրդական։ Հայոց հարսանեկան արարողակարգի բաղկացուցիչ, իսկ հնում նաև ամենակարևոր մասն էր կազմում օժիտ տալը։ Դարերից եկած ավանդույթը կորցրել է իր երբեմնի նշանակությունը, բայց ոչ երբեք կարևորությունը։ Ինչ փոփոխություններ է կրել այս ավանդույթը եւ ինչ օժիտ են տանում մեր օրերի հարսները, ներկայացնում է Անգին Խաչատրյանը։ Դեռ շատ վաղուց հայկական իրականության մեջ գոյություն ունի օժիտ հասկացությունը։ Վաղ ժամանակներից օժիտի մասին հիշատակություններ չկան, սակայն մատենագիրները ազնվական իշխանական տների մասին խոսելիս չեն մոռանում հիշատակել, թե որ իշխանուհին ինչ օժիտ է ստացել։ Օժիտի միջոցով փորձել են ստեղծել նոր ընտանիքի հիմքը, այսինքն նոր ընտանիքը ձևավորվում է, ինքը պետք է ունի նյութական բազա, հա, այդ նյութական բազան ապահովելու համար էլ հենց օժիտի ինստիտուտը ստեղծվել է։ Կար մի ժամանակ, երբ օժիտ էին տալիս ոչ թե աղջկա ծնողները, այլ ընդհակառակը, տղայի ծնողները գումարի կամ որևէ իրի տեսքով գլխագին էին տալիս աղջկա հորը։
Ժամանակի ընթացքում, երբ սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ նահապետական ընտանիքը սկսել է տարալուծվել ու վերածվել անհատականի, ընտանիքի հայրը այլևս չէր կարող տնօրինել աղջկա համար տրված գումարը։ Աղջիկն էր դառնում տեր իր անձի համար տրված գումարին, այն համարելով անձնական սեփականություն, տանում էր իր հետ։ Բուն օժիտի գաղափարը տարբեր շրջաններում տարբեր կերպ է զարգացել։ Միտեղ պահպանվել է եւ գլխագինը եւ օժիտը։ Մեկ այլ վայրում կա միայն աղջկա ծնողների կողմից տրվելիք օժիտը։ Սպիրագեղեն են տվել։ Հիմնականը սենք կահույք, ով ինչ ուզեց, սենք ով ինչ հնարավորություն ունեցել է։ Նույնն էլ համարյա հմի էլ։ Էլի ով ինչ հնարավորություն ունեն, ժամանակ մեր ժամանակ այդ մեքենաները չկար, հիմա այդ մեքենաները կա, անպայման կաշխատեն մեքենաները տան։ Այդ ավտոմատ լվացքի մեքենաները, որ իրան շատ օգուտ է։ Դե կահույք, ով որ հնարավորությունն է, էլի կուտա, այն ժամանակ էլ են տվել, այն ժամանակ ինչ-որ դե պարտադրված, պարտադիր տվել են ավելի շատ։ Օժիտը ներառում էր նոր մաքուր բրդից ներքնակ եւ վերմակ, գուլպաներ, թաշկինակներ, սանրեր, մկրատ, կարի պարագաներ։ Այսօր աղջկան կարող են տալ տարբեր կենցաղային իրերից սկսած մինչեւ կահույք, բնակարան, ավտոմեքենա ու Մեղրամսի հանգստյան ուղեգիր, ցանկալի է դեպի որևէ ծովափնյա երկիր։ Չնայած նախկինում օժիտին տրված կարևորությանը, այսօր կան ընտանիքներ, որ այդքան էլ չեն կարևորում օժիտի դերը։ Հիմնականը օժիտ հասկացողությունը պես շատ նշանակություն չեմ տվել ու չեմ տա։ Բայց դե դիք զավակներին, մանավանդ նորաստեղծ ընտանիքին օգուտ է ինչ որտեղ։ Բայց դե ինձ առավելությունը դիք հիմնականը հարսն է, որ ինքը իրանով օժիտեղնի, լավեղնի, հաշկալի ցեղնի ու ես կցանկանամ, որ բոլոր ընտանիքները իմ հարսիսպես հարս ունենան։ Ժողովրդական լեզվով ասած, օժիտ կապողը պետք է անպայման լինի հաջողակ ընտանեկան կյանքում, որպեսզի հարսը նույնպես լիներ հաջողակ։ Այն հներում մենք բամբաներքի դարտակ կարոպկաների վրա այս գլատկի կրուժավաներով բաներ էին էլի պատրաստում, շատ սիրուն ձևով կապում էին ու պատրաստեն էին գոր, հա, հետո երկու հոգի էլ օժիտ տանող եղնեին ու օժիտը տեղագեին տասավորեին, տանեին։ Օժիտի հանձնումն էլ հատուկ արարողություն էր, ինչը որոշակի կանոնների էր ենթարկվում։ Հարսի մայրը, քույրը եւ այլ մերձավոր ու ազգական կանայք հավաքվում էին հարսի օժիտը հանդիսավոր կերպով տանելու։ Խնամու տանը օժիտ տանող կանանց հյուրասիրում էին եւ հետո միայն բացում օժիտի կապոցը։ Բացող կինը, ով հարսի բարեկամներից պետք է լիներ, տղայի մորից նվեր ստանալով մեկ-մեկ ցույց էր տալիս եւ գովաբանում օժիտի պարունակությունը։ Այլ կերպ ասած, ծաղկացնում էր այն։ Կեսրանց տանը բացվում էր ամբողջությամբ, ցուցադրվում էր։ Եթե հարսանիքի օրն էին տանում օրինակի համար, հատուկ մարդիկ կային, որոնք գեղեցիկ ներկայացնում էին դա։ Այսօր, երբ գլխագին վճարել է եւ օժիտի ցուցադրությունը մնացել է հեռու անցյալում, հաճախ նորաստեղծ ընտանիքին օգնելու ծնողների ցանկությունը ավելի շատ նմանվում է նրանց կարողությունների գովազդի, քան գեղեցիկ ավանդույթի պահպանման, եւ սկսում ենք մտածել, արդյոք չենք գնում գնման ու վաճառքի արդեն քաղաքակիրթ հարաբերությունների։ Անգին Խաչատրյան, Արտյոմ Ադամյան, ԿՊՄ-ի լրագիր։ Հիշեցնեմ, որ մեր տեսանյութերը նաև YouTube-ում են, իսկ բլոգում կարող եք թողնել ձեր մեկնաբանությունները, կարծիքներն ու առաջարկները։ Գրեք մեզ, եթե ունեք հետաքրքիր գաղափար եւ փնտրում եք ասպարեզ այն իրականացնելու համար։ Մենք պատրաստ ենք համագործակցել եւ օգնել կյանքի կոչել ձեր ծրագրերը։ Հասցեն ամփոփող եկպմի studio@blogspot.com։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը հետաքրքիր իրադարձություններով, մենք եթերում կլինենք նաև հաջորդ կիրակից տեսություն։